դուք նորմալ եք համարում գնալ գալը, եթե մենք այնուամենայնիվ այնտեղ ունենք գերիներ։ Իսկ քննարկել ասելուց ինչ նկատի ունեմ։ Ես կքննարկեմ։ Քայլ իրանք անեին, որ բա որ ասում եմ քննարկել, ես ինչ նկատի, ես չեմ ասում, չէ՞ կարող է ասել ես կգնամ։ Լսեք, մեր գերիների հարցը մենք ունեցել ենք 200-ին հասնող գերիներ, 200-ին հասնող գերիներ։ Հիմա այսօր կա 23 հաստատված գերի։ Եկեք սպասենք եւ ես վստահ եմ, որ այս քայլերի շնորհիվ այդ գերիների թիվը ինչ որ պայի գալու է հասնի 0-ի եւ վերադառնալու են բոլորը, վերադառնալու են նաեւ այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները, վերադառնալու են բոլոր այն մարդիկ, ովքեր որ գերեվարվել են կամ հայտնվել են այսօր ընդդեղի բանտերում։ Մեր իշխանությունը ամեն ինչ արել է եւ անելու է, որ բոլորը անխտիր վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն ձեր լավատեսությունը հիմնված է արկա քննարկումների վրա, թե ինչ-որ բաներ Փորձի վրա, ասում եմ, պատերազմից հետո մենք ունեինք 200-ին հասնող հաստատված գերի։ Այսօր մենք ունենք 23 գերի։ 10-նապատիկ ավելի քիչ։ Դա ինչ որ հիմք է, որի վրա ես կարող եմ հենվել։ Ես կարծում եմ հիմք է եւ ես գիտեմ, թե ինչ ջանքեր է արվում իշխանության կողմից, իմ կողմից, արտաքին գործերի նախարարի կողմից եւ այլն։ Գիտեմ, դրա վրա է հիմնված իմ լավատեսությունը։ Այսինքն ասում եք եկեք սպասենք կվերադառնան, իրենք էլ կվերադառնան, սակայն Վիգեն Էրջյանի հարկինը ասում է, որ կրիտիկական է իր վիճակը, չի կարողանում քայլել։ Այսինքն ու այս մենք տեսանք, որ քաղաքասարակության անդամները Հայաստանից գնացին եւ չկարողացան տեսակցել, արդյոք մտահոգիչ չի այս իրավիճակը ինչ որ։ Դե ասում եմ մտահոգիչ է, դրա համար ես զբաղվում ենք, դուք ինչ գիտեք մենք ում հետ կապված ինչ գործունեություն ենք անում։ Դուք միակ բանը որ պետք է իմանաք, որ բոլորի հետ կապված մենք բոլոր հնարավոր գործունեություն անում ենք։ Միջազգային կառույցների հետ կապված իրենց հետ բանակցելու առումով, նորից եմ ասում, նայեք թվերին, մոտավորապես 200 եւ հիմա 23։ Այդքան բան։ Աշոտյանը չեք գտնում։ Աշոտյանին։